Նախ ակնհայտ էր, որ տեղի ունեցած նկատի ունեմ նախագահ Քոչարյանը ստնդավորվել էր եւ դրանից հետո ակնհայտորեն որոշակի ժամանակահատված կա, որ նման միջամտությունից հետո պացիենտը պետք է որոշակի պայմաններում պահվի եւ որոշակի առօրյա ունենա, բայց հիմա հասկանալի է, որ քանի որ հրամանը իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի այս բոլոր կրքերը, այտենց բոլորին նստացնելու, այս պատվերները պետք է իրականացնեն, դա ակնհայտ է այսօր քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ են ոգեշնչված լինելով Նիկոլ Փաշինյանի այդ ելույթներից, իրենք նույն բանն էին ասում էին, որ այո, այդ պատվերը մենք իջացրել ենք եւ իրավապահ համակարգը պարտավոր է իրականացնել այդ պատվերներն, ավելին ասում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրավապահ համակարգում փորձեն այլ բան մտածել կամ այլ բան անեն, իրանք դուրս են շպտվելու իրավապահ համակարգից։ Այսինքն սա ակնհայտ այլևս պետական համակարգի ոտնահարման, պետական համակարգի ոչնչացման ակնհայտ դրսևորումներ են։ Եթե նման դրսևորումներ նախկինում եւս եղել են, բայց դրանք փոքր-ինչ քողարկված էին, համ մեկը SMS էր գժում կամ առանձին զանգում մի քիչ շշուկով էր խոսում, հիմա դրա կարիքը չկա, արդեն ազգային ժողովի ամբիոնից այնքան են լկտիացել, որ կարողանում են նման հայտարարություններ հնչեցնել։ Տիկին Գրիգորյան, վստահաբար այդ հայտարարությունները լսում են նաև դատավորները, օրինակ այդ հայտարարությունից հետո ինչ սպասել այսօրվա դատավորի որոշումից։ Դուք շատ կարևոր կարծում եմ շեշտադրումը արեցիք, որովհետև շատ հաճախ ասում են, թող արդար դատարանը արդար որոշում կայացնի։ Հիմա այդ դատավորը, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, լսում է Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությամբ իր այդ շեշտադրումները, որ պետք է նստի եւ վերջ։ Հիմա դատավորը, եթե նույնիսկ պարկեշտ մարդ լինի, եթե նույնիսկ ուզենա արդար վճիռ կայացնի, նման ճնշմանը իսկապես չի դիմանա։ Ես դժվար եմ պատկերացնում, որ հիմա դատական համակարգում, եթե նույնիսկ եզակի մարդիկ են։ Ընդ որում հիմա պատկերացրեք, որ այս ամբողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն բողոքում է, չէ՞, իբր դատավորներից բողոքում է։ Այն պայմաններում, երբ որ դատավորների մեծ մասը իր կողմից են նշանակված։ Նույն Ծառուկյանի դեպքով, երբ որ ասում եք ո՞նց է ստացվել, որ դատավորը ազատ է արձակել Գագիկ Ծառուկյանին, քո կողմից նշանակված դատավորն է, ումից ես ինչ պահանջում։ Բայց կրկնում եմ, սա աննախադեպ ճնշում է նաև դա ամբողջ դատական համակարգի վրա, եւ ես շատ ցավում եմ, որ միջազգային մեր գործընկերները, տարբեր դեսպանատներ, քար լռությամբ առանց որևէ ծպտուն հանելու հետևում են այս ամբողջ գործընթացներին եւ ավելին կարծես թե ողջունում են դեպի Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության շարժվելը, որ իհարկե հիմնականում դեկլարատիվ բնույթ է կրում, բայց ակնհայտ է, որ սրանք ուղիղ ռեպրեսիաներ են քաղաքական դաշտի նկատմամբ եւ եթե հիմա տեսնեք հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդների նկատմամբ ընդգծված քաղաքական ռեպրեսիա է, Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, Գագիկ Ծառուկյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում եւ հիմա էլ նախագահ Քոչարյանի եւ իր ամբողջ ընտանիքի նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներ են։ Եվ շատ հաճախ մեզ հարցնում են, չէ՞, բա այս իրավական գործը ոնց կմեկնաբանեք, քննչականի այս հայտարարությունը ոնց կմեկնաբանեք։ Ես ուզում եմ իսկապես ասել, որ էական չեն, թե ինչ է գրված քննչականի հայտարարության մեջ կամ ԿՊԱ-ականների այդ հայտարարություններին, որովհետեւ դա չլներ մեկ ուրիշը կլներ, այդ մեկը չլներ ուրիշ բան կլիներ։ Կարևորը հասկանալ քաղաքական ամբողջ կոնտեքստը, թե ինչու են իրականացվում հետ ընտրական փուլում նման ռեպրեսիաները, որովհետեւ սովորաբար եթե մի փոքր ռեպրեսիաներ միջև ընտրություններն են իրականացվում, դա մի տրամաբանություն կա, որ պետքա վերարտադրվի իշխանությունը, բայց իշխանության վերարտադրումից հետո աննախադեպ նման ռեպրեսիաները մի նպատակ կարող են հետապնդել, այն է առաջիկա բարդ գործընթացներից համար, բարդ նկատի ունեմ զիջումներ, սահմանադրության փոփոխություն, Տիգրան հանձնում, այս բարդ քաղաքական գործընթացներից առաջ մեկուսացնել հիմնական դերակատարներին, որոշակի տեսարաններ ապահովել սեփական ընտրազանգվածի համար եւ այն մարդիկ, ովքեր երբեք չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանին եւ համաձայն չեն տարվող կուրսի հետ, ուղղակի վախի մթնոլորտից ելնելով այլևս որևէ բան չխոսեմ։ Այսինքն ես շատ կարեւոր եմ համարում, որ մենք այս հայացքով նայենք իրադարձություններին ու հասկանանք քաղաքական ամբողջ ենթատեքստը տեղի ունեցողի։ Տիկին Գրիգորյան, ինչ եք կարծում, ինչպիսին կլիներ նույն այդ միջազգային հանրության արձագանքը, եթե նման իրողություններ տեղի ունենային, օրինակ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին։ Դա կարծիք չի, դա ամեն ինչ դրսևորվել է բավականին սուր հայտարարություններ եղել են, կարծում եմ մեր բոլորի մոտ էլ այդ բանը տեսարանը շատ տպավորված է, թե Սվիտալսկին ոնց էր գնում դատարան, տարբեր քաղաքական գործիչների համար ներկա գտնվելու եւ նաեւ քաղաքական խոսք էին հնչեցնում։ Նկատի ունեմ այդ ամեն ինչ եղել տեսել ենք եւ հիմա շատ տարակ
մեկուսելի չասեմ շատ հիասթափեցնող է մեղմ ասած այն դիրքորոշումները, որ չեն հնչեցվում Եվրոպական միության հատկապես անդամ երկրների ներկայացուցիչների կողմից։ Ինչու ենք իրենց նշում, որովհետև ներողություն եմ խնդրում, իրենք են հատկապես խոսում մարդու իրավունքների պաշտպանությունից, իրենք են խոսում ժողովրդավարությունից եւ հետեւաբար այդ առումով շատ հիասթափեցնող է, բայց մենք այդ աշխատանքը կոմունիկացիա նկատի ունեմ ապահովում ենք, մեր հայտարարությունները փոխանցում ենք իրենց եւ մեր դժգոհությունները, որ նման աննախադեպ ռեպրեսիաների շրջանում ուղղակի անհասկանալի է ձեր բոլորի լռությունը։ Դուք հանդիպել եք վերջերս էլի եվրոպական դեսպանների չեք կարծում։ Հա, Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ ենք անձամբ հանդիպել։ Ինչ էր ասել։ Դե իրենք ավելի լավ լսող են, քան լավ լսող են։ Բնականաբար լսում են այն ինչ որ մենք իրենց կոմունիկացում ենք, բայց հաշվի առնելով ընդհանուր աշխարհակահաղական կոնտեքստը, հաշվի առնելով որ այսօր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը մեծ հաշվով սպասարկում է որոշակի իրենց ընդհանուր շահեր, նախընտրում են լռել։ Այսինքն ինդուլգենցիա Նիկոլ Փաշինյանը ստացել է նման ներքին ռեպրեսիաներ իրականացնելու համար։ Կոնկրետ եթե Միացյալ Թագավորության, այո, դեսպանի մասին է խոսքը, իրենց նախաձեռնությունն է եղել, եթե նկատել եք բոլորի հետ են հանդիպել, բայց մնացածի հետ հանդիպում այս պահին չկա, բայց կոմունիկացիա, այսինքն նամակագրություն եւ մեր դիրքորոշումների փոխանցում ապահովում ենք։ Եվ խորհրդարանում մեր դիրքորոշումների հնչեցումը եւ միջազգային կառույցների հետ մեր կոմունիկացիան պլան մինիմումն է, այսինքն առնվազն այն է, ինչ որ մենք այս փուլում կարող ենք անել, բայց ընդհանուր այս ալիքին դիմագրավելու համար ես պետք է հստակ ասեմ, որ սա մեկ քաղաքական ուժի իրականացվող գործ չի, այսինքն այնպես չի, որ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ իրականացվողը միայն հնարավոր է նրանց կողմից դիմագրավել։ Հիմա այս ընդհանուր ֆոնը հանգեցնելու է նրան, որ առաջիկա զիջումներից առաջ մեծ վախի մթնոլորտ է սերմանվելու եւ մենք հիմա բոլորս քաղաքական դաշտում արկա ընդդիմադիր գործիչները պետք է ամեն բան անենք, որպեսզի թույլ չտանք այդ վախը սերմանվի եւ մարդիկ չկարողանան տեսնել, թե իրականում ինչա տեղի ունենում։ Այսինքն շատ ավելի գործողությունների լայն բանի մասին ենք խոսում, շղթայի եւ ավելի մեծ ներգրավվածություն քաղաքական գործիչների մասով։ Փողոցային պայքար հնարավոր է Տիկին Գրիգորյան։ Ես որևէ բան երբեք չեմ էլ բացառել, այդ ակնհայտ է որ չես կարող բացառել, բայց հենց այս փուլում կոնկրետ առաջին քայլ, երկրորդ քայլ, երրորդ քայլ փողոցային պայքարի մասով թույլ տվեք չբարձրաձայնեմ, առաջիկայում էլ կխոսենք մեր գործողությունների մասով։